Հերթով երբեմնի երազանքներն է փորձում իրականացնել Ադրբեջանը, ժամանակին ադրբեջանցիների ահն ու սարսափը հանդիսացող, իսկ այսօր արդեն Բաքվում պատանդարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները կանգնած են թշնամու դատարանի առջև։ Կտանքներով, տանջանքներով ու խոշտանգումներով ուղեկցվող դատական պրոցեսների մեծ մասը մնում են չլուսաբանված։ Տեղեկությունները, որոնք հասնում են մեզ, այնքան են, որքան ցանկանում է Ադրբեջանը։ Նշեմ, որ այս մարդիկ արդեն իսկ դուրս են միջազգային կոնվենցիաների, Ժնևի կոնվենցիայի մասին է խոսքը, պատերազմի պատանդների կարգավիճակի իրավասությունից, որովհետև ըստ էության այդ մարդիկ առևանգվածներ են եւ այստեղ մենք գործ ունենք միջազգային քրեական հանցագործության հետ, երբ որ մարդկանց ուղղակի ինչ որ մի երկրի տարածքից, Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի անկախ հանրապետության տարածքից, այդ մարդկանց ուղղակի առևանգել են, ոչ թե ձերբակալել են եւ տեղափոխել են այլ պետության դատարան։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հարցաքննվել։ Ըստ ադրբեջանական մամուլի, Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ առաջին զինտեխնիկան ու առաջին ջոկատները եկել են 1988 թվականի շարժման ժամանակ Հայաստանից։ Ղուկասյանն էլ իբր նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում եղել է Արցախյան շարժման հանրահավաքի կազմակերպիչներից մեկը։ Իրենք կառավարվում են իրենց տրված ինֆորմացիայով, որտեղ այդ մարդիկ ինֆորմացիոն դաշտից բացարձակապես դուրս են մնացել։ Եվ բնականաբար իրենք ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ենթարկվելով պետք է փորձեն ինչ-որ ձև պաշտպանվել կամ այդ հարցերին ինչ-որ կերպ պատասխանել։ Եվ բնականաբար այդ պատասխանների ժամանակ իրենք պետք է տարբեր պատճառաբանություններ բերեն, որ չեն հասկացել, չեն իմացել ինչա կատարվել 88 թվականին։ Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական գերիների ու պատանների ցուցմունքները միանշանակ ընդունել չի կարելի, ասում է միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Արմեն Մանվելյանը։ Նրանք խոսում են ճնշումների տակ շարունակաբար ենթարկվելով կտանքների։ Միջազգային պրակտիկայում այդ փորձը կա, երբ որ որոշակիորեն պատանդի կարգավիճակ ունեցող անձանց ցանկացած հայտարարություն եւ կամ ճակերտավոր ասած խոստովանական ցուցմունք չի կարող օրինական ճանաչվել։ Ուզում հասկանալ է, որ մարդկանց կյանքը վտանգված է եւ իրենք փրկելու համար իրենց կյանքը կարող են եւ ցուցմունք տալ, որոնք հակասում են, սկսենք նրանց, որ դա ճշմարտացի չի, հակասում է իրենց մոտեցումներին եւ բարոյական կերպարին, սակայն նրանք ստիպված են գնալ այդ քայլին իրենց կյանքը փրկելու համար։ Ի վերջո դատական պրոցեսները չեն լուսաբանվում ու ինչպես զրուցակիցներս են ասում, հնարավոր է, որ նախագահներից ոչ ոք ցուցմունք չի ներկայացրել, իսկ Արկադի Ղուկասյանի ցուցմունքում տողատակեր է տեսնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Իրենց խոսքերին պետք է չի լուրջ վերաբերվել այդ իմաստով, որ այդտեղ շուտ քաղաքական ենթատեքստ որոշել գտնել։ Այնքան այդ մարդիկ ծանրագույն վիճակում են գտնվում եւ ինչ-որ ձևի փորձում են խուսափել, որքանով հնարավոր է այդ հարցերից եւ այդ հարցերին ինչ-որ ընդհանուր պատասխան տալ։ Օկուպացված Արցախում բնակվող քաղաքացիներից մեկն էլ ցուցմունք է տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։ Իբր Վարդանյանը ֆինանսավորել է մարդկանց խմբերին զինպատրաստություն անցնելու համար։ Բաքվում պատանդ լինելն ու բռնազավթված Արցախում բնակիչ լինելը նույն կարգավիճակն ունեն, ասում է մասնագետը։ Մենք չպետք է լուրջ քննարկենք, թե Արցախում գտնված մարդիկ, որոնք ըստ էության պատանդի կարգավիճակում են, ինչ են ասել, կամ դատի ժամանակ ինչ են ասում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Բնականաբար այդ ամեն ինչը մենք պետք է հասկանանք այնպես, որ այդ մարդիկ ծանրագույն վիճակում են հայտնվել, իրենց ինչ-որ ձևի փորձում են ուղղորդել եւ կառավարել։ Այս ֆոնին Ադրբեջանի բռնապետ Ալիևի ախորժակն է մեծանում։ Պատանդներից կեղծ ցուցմունք կորզելուց կամ վերագրելուց հետո Հայաստանից պահանջում է արտահանձնել ոչ միայն նախկին նախագահներին, այլև բոլոր նրանց, ովքեր Արցախում մասնակցել են պատերազմներին։ Ադրբեջանի դատախազությունը դիմել էր Հայաստանի Հանրապետության դատախազությանը, կոչով համագործակցել այս գործի շրջանակներում եւ այլն, տրամադրել փաստեր, այսպես կոչված, այսպես շարունակ։ Սրան պաշտոնական պատասխան Հայաստանի Հանրապետության դատախազությունը չի տվել, ամենայն դեպս հրապարակային չի տվել, կոչը հրապարակային է։ Ուստի երբ որ նման բաներ ինչ է արձագանքում, հավանաբար Ադրբեջանի մոտ առաջանում է կարծիք, որ դա իրատեսական է։ Զրուցակիցներս ասում են, շանգլուխը հենց այդտեղ է թաքնված։ Կտանքներով կեղծ ցուցմունքներ կորզած Ադրբեջանը հեռուն գնալ է պատրաստվում։
Նպատակը վրեժ լուծել սեփական հայրենիքում ինքնիշխան ապրելու իրավունքն իրացրած բոլոր հայերից։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։